Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է տնտեսության նախկին փոխնախարար Ռոմեո Միքաուտաձեի գործով նախնական դատական նիստը։ Այսօրվա նիստում քննարկվում է ապացույցների ընդունելիության հարցը, ինչպես նաև կվերանայվի կալանավորվածի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը։ Հետաքննության տվյալներով Ռոմեո Միքաուտաձեն համակարգված կերպով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչը զուգորդվել է առանձնապես խոշոր չափի եկամուտ ստանալու հետ։ Մասնավորապես մեղադրյալը իր հետ հանցավոր կապի մեջ գտնվող անձանց օգնությամբ իրականացրել է առանձնապես խոշոր չափի 2,556,192 լարի եկամտի ապօրինի եւ անհիմն օրինականացում։ Հիշեցնենք, որ Ռոմեո Միքաուտաձեն ձերբակալվել է հունիսի 20-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի ու 194-րդ հոդվածի 3-րդ մասի Գ ենթակետով, որոնք որպես պատժի ձև եւ չափ նախատեսվում են մինչեւ 12 տարի ժամկետով ազատազրկում։ Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է համանեդրումային հիմնադրամի նախկին ղեկավար Գյորգի Բաչիաշվիլիի գործով դատավարությունը։ Գործը վերաբերում է Բաչիաշվիլիի կողմից Վրաստանի պետական սահմանի ապօրինի հատմանը։ Այսօրվա դատավարությանը փաստաբանները ներկայացնում են իրենց եզրափակիչ ճառերը։ Ըստ շրջանառվող լուրերի, Բաչիաշվիլին եւս կօգտվի իր եզրափակիչ խոսքի իրավունքից։ Չի բացառվում, որ դատավորն այսօր կհրապարակի գործով վճիռը։ Դատավարությանը ներկա են եւ Գյորգի Բաչիաշվիլին եւ Շոթա Քարումաձեն, որը մեղադրվում է սահմանն ապօրինի հատելուն օգնելու մեջ։ Գյորգի Բաչիաշվիլին լքել է երկիրը նախքան վրացական երազանքի հիմնադիր Բիդինա Իվանիշվիլից կրիպտո արժույթ հափշտակելու համար 11 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվել է։ Դատախազությունը Բաչիաշվիլին մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի առաջին մասի համաձայն սահմանի ապօրինի հատման, իսկ Քարոմիձեին Վրաստանի պետական սահմանի ապօրինի հատման նոժանդակելու եւ դրդելու համար, ինչը նախատեսում է 3-ից 5 տարի ժամկետով ազատազրկում։ Այսօր փաստաբանը լրագրողների հետ խոսել է Բաչիաշվիլիի ծնողների դեմ հարուցված քրեական հետապնդման մասին։ Լևան Մախարաշվիլիի խոսքով ծնողների գործում ապացույցներ չկան ու նրանց դեմ քրեական հետապնդման հարուցումն անհիմն է։ Կալանավորվել է հանուն փոփոխությունների կոալիցիայի անդամ Գելա Խասայյան։ Ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն Խասայյան մեկ այլ անձի հետ միասին ձերբակալվել է դիտավորյալ թեթև մարմնական վնասվածք հասնելու մեղադրանքով։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում։ Ինչպես նշվում է ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, մեղադրյալները փոխադարձ վեճի հիման վրա տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ են պատճառել 1975 թվականին ծնված անձի ու փախել դեպքի վայրից։ Վիրամոր տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի համաձայն։ Հատուկ քրեակատարողական ծառայությունը հրապարակել է դատապարտյալ Գեորգի Չիկվայիձեի վերաբերյալ տեսանյութ։ Ինչպես ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, հանրության տեղեկացնելու նպատակով հատուկ քրեակատարողական ծառայությունը հրապարակում է դատապարտյալ Գեորգի Չիկվայիձեի խցում տեսանկարահանված արդյունքում ստացված կադրերը, որտեղ դատապարտյալի եւ նրա շրջապատի հայտարարության համաձայն Չիկվայիձեի հետը վատ են վարվել։ Տեսանյութում ներառված են 2025 թվականի սեպտեմբերի 20-22-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած դրվագները, որտեղ երևում է, թե ինչպես է դատապարտյալն իր խցակիցների հետ միասին օրվա ընթացքում մի քանի անգամ սնունդ ստանում, ինչպես մեղադրյալների, դատապարտյալների համար նախատեսված սննդի չափաբաժնով, այնպես էլ քրեակատարողական հիմնարկի տարածքում գտնվող խանութներից գնվածները։ Սեպտեմբերի 22-ին կեսօրգին Գեորգի Չիկվայիձեին առաջարկվել է լյարդի հիվանդություն ունեցող մեղադրյալների դատապարտյալների համար սահմանված ճաշացանկի համաձայն սնունդ, որից դատապարտյալը համաձայնվել է ստանալ միայն կոտլետ առանց խավարտի։ 2025 թվականի սեպտեմբերի 17-ից Չիկվայիձեն դիետա է պաշտպանում լյարդի հիվանդություն ունեցող մեղադրյալների դատապարտյալների համար ու նշված ճաշացանկի համաձայն 2025 թվականի սեպտեմբերի 22-ին ժամը 13:35-ին նրան տրամադրվել է սնունդ կոտլետներ, մինչդեռ նրա խցակիցների ճաշացանկում 2025 թվականի սեպտեմբերի 22-ին ընդհանրապես կոտլետներ չեն եղել։ Չիկվայիձեի խցակիցներից ոչ մեկը դիետիկ սնունդի կարիք չունի։ Նրանց սնունդ է տրամադրվում փակ եւ հատուկ ռիսկի կալանավորումներում գտնվող դատապարտյալների եւ կալանավայրերում գտնվող մեղադրյալների համար սահմանված ճաշացանկ ժամանակացույցի համաձայն։ Հետևաբար դատապարտյալ Չիկվայիձեին տրամադրված կոտլետները նախատեսված էին միայն նրա համար, որ ու սա չէր կազմում 3 անձի համար նախատեսված բաժին։ Քրեակատարողական ծառայությունը հայտնում է իր պատրաստակամությունն անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել Չիկվայիձեի համար, համաձայն քրեակատարողական հիմնարկներում հացադուլանող մեղադրյալների դատապարտյալների պայմանների, ասված է հայտարարության մեջ։
Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մնացել է 4 օր, ինչ ակնկալիքներ եւ ծրագրեր ունեն քաղաքական կուսակցությունները։ Վրացական երազանքի որոշ ընդդիմախոսներ կրկին խոսում են իշխանության խաղաղ տապալման մասին։ Օկտեմբերի 4-ին նախատեսված հանրահավաքի կազմակերպիչներից մեկը Պահատա Բուջուլաձեն նշում է, որ իշխանության փոխանցումից հետո պետք է ձևավորվի տեխնիկական կառավարություն։ Գիրչին կասկածանքով վերաբերում նախատեսված բողոքի ցույցին, ինչ վերաբերում է այլ կուսակցություններին, Լելոն չի բացառում քվեարկությունից հետո բողոքի ցույցի միանալը, իսկ Գախարյան հանուն Վրաստանի կուսակցությունը դեմ է բոլոր արմատական քայլերին։ Գնահատականներ են հնչում նաև իշխող թիմում։ Նրանք կարծում են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով վերջ կտրվի ընդդիմությանը։ ԱՄՆ պետքարտուղարության կողմից մարդկանց առևտրի վերաբերյալ հրապարակված նոր զեկույցում Վրաստանը կրկին գտնվում է առաջին մակարդակի վրա, ինչը նշանակում է, որ երկիրը համապատասխանում է մարդկանց առևտրի դեմ պայքարի նվազագույն չափանիշներին։ Փաստաթղթի համաձայն Վրաստանի կառավարությունը հաշվետու ժամանակահատվածում ցուցաբերել է լուրջ եւ կայուն ջանքեր։ Մասնավորապես գրանցվել է մարդկանց առևտրով զբաղվողների քրեական հետապնդման ու դատապարտման դեպքերի զգալի աճ, ինչպես նաեւ ավելի շատ տուժողների նույնականացում եւ ապաստարանների ֆինանսավորման ավելացում։ Սրա հետ մեկտեղ հայտարարության մեջ նշվում է, որ մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ տուժողներին տրամադրվել է փոխհատուցում։ Սակայն զեկույցում նշվում են նաև խնդիրներ։ Մարդկանց առևտրի գործերի քննությունը նվազել է, սեռական թրաֆիքինգի պայքարին արձագանքն անբավարար է եղել, իսկ օտարերկրյա տուժողների հայրենադարձումը հաճախ ուղեկցվել է բյուրոկրատական խոչընդոտներով։ Զեկույցի համաձայն մարդկանց առևտրով զբաղվողները շահագործում են վրացի կանանց ու աղջիկներին ինչպես երկրի ներսում, մասնավորապես Ալժիրիայում, այնպես էլ արտերկրում, Կիպրոսում, Եգիպտոսում, Թուրքիայում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Նրանք գայթակղում են տուժողներին բարձրատրվող աշխատանքի կեղծ խոստումներով։ Հանձնարարակություններում ընդգծվել է ավելի ակտիվ հետաքննությունների տուժողների նույնականացման ու երրորդ հատվածի հետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Վրաստանի արդարադատության նախարարությունն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ հրապարակված զեկույցին։ Հայտարարության մեջ ասվում է, հանցագործության դեմ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Վրաստանը կրկին գտնվում է ամենաբարձր մակարդակում ու 10-րդ տարին անընդմեջ պահպանել է իր տեղն առաջին մակարդակի վրա աշխարհի 188 երկրների շարքում։ Այս տարի միայն 33 երկիր է տեղ զբաղեցրել ամենաբարձր գնահատման սանդղակում։ Վրաստանը կրկին միակն է տարածաշրջանում եւ Եվրամիության անդամակցության թեկնածու երկրների շարքում, որը ստացել է ԱՄՆ պետքարտուղարության գնահատման ամենաբարձր գնահատականը։ Հատկանշական է, որ Եվրամիության անդամ պետություններից միանգամից 11 երկիր չի հայտնվել ամենաբարձր առաջին մակարդակում։ Վրաստանը մեծ ուշադրություն է դարձնում թրաֆիքինգի դեմ արդյունավետ պայքարին, որը նույնպես Վրաստանի Եվրամիության ինտեգրման գործընթացի կարևոր մասն է կազմում եւ միջազգային կազմակերպված հանցագործության դեմ պայքարի առումով ստեղծում է անվտանգ հուսալի միջավայր երկրում ու տարածաշրջանում, նշված է արդարադատության նախարարության հայտարարության մեջ։ Հայաստանը եւ ԱՄՆ-ն խորհրդակցություններ են անցկացնում Թրամփի ուղու վերաբերյալ, այսպեսին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանին հարցրել են, թե արդյոք Եվրամիությունը կարող է ներգրավել նախագծում, որին նա պատասխանել է, որ ցանկացած երրորդ կողմի ներգրավման համար անհրաժեշտ է Հայաստանի ու ԱՄՆ-ի համաձայնությունը։ Ալժիրիայի շրջանում ստեղծվել է կենտրոնական քրեական ոստիկանության վարչության Ալժիրիայի գլխավոր վարչությունը, որի հիմնական գործառույթը կազմակերպված հանցագործության ու թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարն է։ Վերանորոգված շենքը բացել է ներքին գործերի նախարարը, առաջին տեղակալի եւ կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրենի հետ միասին։ Վերանորոգված ժամանակակից չափանիշներին համապատասխանող շենքը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով ու գույքով։ Գեկագելաձեն ցանոթացել է շենքում կազմակերպված աշխատանքային տարածքներին եւ զրուցել աշխատակիցների հետ։ Նախարարը նաև աշխատանքային հանդիպում է անցկացրել կենտրոնական քրեական ոստիկանության վարչության Ալժիրիայի գլխավոր վարչության աշխատակիցների հետ ու ներկայացրել նոր ղեկավարներին։ Հանդիպման ժամանակ նշվել է, որ գլխավոր վարչության հիմնական գործառնական տարածքը Ալժիրիայի շրջանից բացի կլինի նաև Արևմտյան Վրաստանի շրջանները։ Վրաստանի ներքին գործերի նախարարը առաջին տեղակալի հետ միասին աշխատանքային հանդիպում է անցկացրել Ալժիրիայի շրջանի Ալժիրիայի եւ Գուրիայի ոստիկանության վարչությունների, ինչպես նաեւ բարեկային ոստիկանության վարչության Ալժիրիայի գլխավոր բաժնի ղեկավարի հետ։ Գեկագելաձեն վարչությունների ներկայացուցիչներից տեղեկատվություն է լսել Ալժիրիայում ու Գուրիայում հանցագործության դեմ պայքարի, ինչպես նաեւ զբոսաշրջային անվտանգության միջավայրի ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին։ Հանդիպման ժամանակ նախարարը կենտրոնացել է նախարարության առաջնահերթ ոլորտների վրա։
2025 թվականի հոկտեմբերի 4-ին կանցկացվի քաղաքապետարանի մարմինների ընտրություններ։ Այս օրը Վրաստանի քաղաքացիները կընտրեն 5 ինքնակառավարվող քաղաքների և 59 ինքնակառավարվող համայնքների քաղաքապետեր, Թբիլիսիի և 63 քաղաքային խորհրդի անդամներ։ Ընտրողների գրեթե 90%-ը կրկին կքվեարկի օգտագործելով ընտրական տեխնոլոգիաները։ Ընտրատեղամասում ընտրողը կստանա 1 քվեաթերթիկ, որը բաժանված կլինի 3 սյուների։ Ընտրողը պետք է գունավորի իր ընտրությունը համապատասխան սյունակում միայն 1 ընտրական սուբյեկտի առջև գտնվող շրջանագծի ներքին տարածությունը։ Արի ընտրությունների։ Կատարիր ընտրություն։ Քո ձայնը կարևոր է։ ԿԸՀ ընտրությունները ընդհանուր գործ է։